Տերոջը շնորհքով գրգին անգամ գողջունենք ձեզ սիրելի ասկագիցներս։ Փառք ու դամ Աստծուն, որ գրգին անգամ ձեր ներկայության մեջ հանեց եւ կյանք տալով գրգին շնորհեց, որ իր բադվական խոսքը խոսենք։ Նաեւ շնորհակալ եմ այդ քույրերուս, որ անդադար գաղութեն եւ զիս մտիկ կնեն եւ գերացայնեն եւ փոխադարձ աղոթներ գնենք։ Հոգիս մեջ են գսկամ, թեպետ երեսնին չեմ տեսնել, բայց իրենց ես գսիրեմ, հոգիս մեջ են։ Եվ այսօր պիտի սկսենք կարդալ Ծննդոց 3-րդ գլուխը, նայենք դեր մեզի ինչ պատկամ գուտա այսօր պատկամին մեջ։ Ուրեմն կարդանք Ծննդոց 3։ Մարդուն անհնազանդությունը։ Եվ դեր Աստված ըրած տաշտի բոլոր կազաններեն ավելի խորամանկ էր օծը ու գնոջ ըսավ։ Իրավ Աստված ըսավ, թե բարդեզին ովևէ ծարեն պիտի չուտեք։ Գինը օծին ըսավ, բարդեզին ծարերում բդուղեն գրնանք ուտել, բայց բարդեզի մեջտեղ եղած ծարի բդուղին համար Աստված ըսավ, անգեմի ուտեք ու անոր մի թփչիկ, որբեսի չմեռնիք։ Օծը գնոջ ըսավ, ոչ թե անշուշտ պիտի մեռնին, քանզի Աստված գիտե, թե այն օրը, որ անգե ուտեք, աչքերնիդ պիտի բացվի, Աստվածներու պես պիտի լակ, բարին ու չարը գիտնալով։ Կինը տեսնելով, որ ծառը աղեկ էր, գերագուրի համար հաճելի աչքերուն ու փափակելի իմաստուն ունելու համար արավ անոր բդուղեն ու գերավ ու երգանալ դվավ եւ անիգալ գերավ ու անոնց երկին աչքերը բացվեցան եւ մերկը լալինքիցան ու թզենի դերևներ գարեցին իրենց ծածկոցներին։ Օրվան զով ադենը բարդեզի մեջ բդդող դեր Աստծու ցայնը լսելով աթամ ու իր գինը դեր Աստծու երեսեն բարդեզին ծարերու մեջ բավդեցան։ Դեր Աստված աթամը գանչեց ու սավանոր ուր ես եւ անիգասա բարդեզի մեջ կուցայնը տեսեցի ու բախցա վասնզի մերգեի ու բավդեցա։ Ուրեմն սիրելի ասկագիցներս դերորդն իր բադվական խոսքը Աստված ինչու փորձեց մարդը, որ գիտնալով թե մարդը պիտի ինա այդ փորձության մեջ պիտի ինա։ Երկու տեսակ փորձություններ կան սիրելիներ, բարի եւ չար։ Աստված ովևէ մեկ ադեն մարդուն չար ցևով չփորձեր։ Հաբա ամեն մեկը կփորձվի իր ցանկութենեն, ինչպես Հակոբուի մեջ գսե Հակոբու 1:13-14, որ ամեն մարդ իր ցանկութենեն է որ կփորձվի։ Իսկ ցար ցանկությունը առաջ կուքա բիղծ խորհուրդներեն, որ սատանան կբերե մեր մտքերում մեջ։ Եթե գներշնչե մեր մտքերում մեջ, որբեսի մենք ինչ ունենք վնասվենք։ Բայց եթե մենք կրնանք այդ խորհուրդները զանցնել եւ դերոջը նայել, մենք պիտի չխաբվեինք։ Հիմա պիտի տեսնենք, որ 6 բաներ Աստված ինչու թույլ տվավ, որ մարդը փորձվի։ Եվ բարի փորձություն է, երկու տեսակ սիրելիներ նախանց կա, երկու տեսակ փորձառություն կա։ Միշտ աշխարհի վրա չարը եւ բարին գկալե, երկուքը առաջ կընթանան։ Առաջին որբեսի մեզի հոգևոր գիտության մեջ զարգացնե։ Անոր համար Աստված թույլ կտա չարին, որ մեզի փորձե։ Գիտենք, որ Ադամ եւ Եվա մանուկի պես անմեղ էին, եւ Աստված ուզեց, որ անոնք բարին չարեն զանազանել գիտնային։ Անոնց պատվիրեց, որ չարի եւ բարի գիտության ծարեն պիտի չուտեք։ Բայց մեր նախահայրերը ինչ են սիրելիներ։ Մեր նախահայրերը հնազանդ չեղան։ Ուրեմն իրենց կյանք հնազանդությունը սիրելիներ մարդուն կյանք կուտա։ Իսկ անհնազանդությունը մահ, ինչպես Աստված ասավ, եթե ուտեք պիտի մեռնիք։ Եվ Ադամ եւ Եվա ինչերին անհնազանդ եղան։ Եվ գիտենք, որ անհնազանդություն ինչ կբերե սիրելիներ, մահ կբերե։ Կալով Աստված ցկեց, որ իրենց ընդրությունը իրենք ունեն։ Բայց իրենք որ մեկը ընտրեցին սիրելիներ, չարը ընտրեցին։ Նույնպես այսօր մենք Աստված մեզի գցնի երկու ճամփա, բարի եւ չարը։ Ընդրությունը մեր ցերկն է։
Մենք ենք որ պիտի ընտրենք Տերոջի յետևեն երթալ, ոչ թե չար խորհուրդներու յետևեն երթալ։ Անոր համար Աստված ազատ կամք տվավ մարդուն, որբեսի մենք ընտրություն անենք։ Հիմա նայենք թե երկրորդը Աստված ինչու փորձեց մարդը, որբեսի անոնց հավատքը տեսնի, առ Աստված ինչա հավատարիմ ըլլա։ Աստված ինչ ասավ, եթե ասկից ուտեք պիտի մեռնիք։ Եվ իրենք ինչրին, Սատանան ինչ ասավ, Սատանան ասավ ոչ, պիտի մեռնիք, հաբա ինչ պիտի լա, Աստված ներուբես պիտի ըլլա գսավ։ Ուրեմն հոսքանք սիրելիներ, ամեն օր Աստված երկինքեն գիչներ, տրախտի մեջը, եթեմի բարդեզի մեջը և աթամին այդ աղվոր խոսակցություններ գունենար։ Եվ աթամին երեսը այդքան գպայլեր, որ այդքան սիրալիր խոսակցություն գունենար և մեմնա դեսնենք, որ իրենց արարիչը, իրենց ստեղծիչը, որ իրենց այդ ամեն օր գաբի մեջ է, անթին անձանոտ օծմը ելավ և իրենց ինչ ասավ, գերեք ասկից, եթե ուտեք Աստվածներու պես պիտելակ։ Եվ այսօր գտեսնենք մենք սիրելիներ, դու գլայք արդյոք որ մեկը պիտի ընտրեիք, քանի որ Սատանան ասավ, Աստվածներու պես պիտելակ, իմաստուն պիտելակ, և ադի մեկն էր, որ ասկից առաջ իրենց հետ չէր խոսած։ Ինչրին մեր Աստծուն խոսքը զանցնելով սիրելի ասկագիցներս հետևեցան չարին հետքերուն։ Եվ մենք այսօր շատ մեղքեր կգործենք, շատ ջամփաներ գերտանք եւ այդ խորհուրդներուն ինչ կնենք կհնազանդենք չարին խորհուրդներուն եւ թեպի անգում գերտանք։ Ուրեմն Աստված երկրորդ մեզի սորվեցուց, որ ինչ չափով մենք Աստծո սրբազան խոսքին պետք է հնազանդենք սիրելիներ։ Այսօր մեջ Աստված մեզի տված է ուղղություն, Աստված տված է գիտություն, Աստված պատվիրանները տված է, որպեսզի մեղքեն զգուշանանք։ Քալով ուրեմն մարդ արարածը եթե Աստծո գսիրե ինչ պետք է իր պատվիրաններուն հնազանդի։ Ուրեմն երբ որ հնազանդություն չկա, ուրեմն սեր չկա սիրելիներ։ Հիսուս ինչ ասավ։ Հիսուս ասավ որ ան որ զիս գսիրե իմ պատվիրաններս կբահե։ Եվ մարդիկ գսեն որ մենք Տերը գսիրենք, Ղուրբանը լամ Աստծո, Աստված ջան, անտին երբ որ Աստված իրենց բամը գսե որ մինեք, ինչ կնենք մենք արդյոք կհնազանդենք։ Եվ ասի Աստված մեզի գծցնե որ մենք ինչ աստիճան Տերոջը խոսքերուն, Տերոջը գործերուն կհնազանդենք, պատվիրաններուն կհնազանդենք։ Եվ այդ հնազանդությունը սիրելիներ մեզի համար լավ է։ Մեզի համար լավ է որ այս կյանքի մեջ մենք շատ հանգիստ կապրենք, եթե Տերոջը խոսքերուն հնազանդենք։ Բայց եթե մենք մեր գլխուն երթանք, մեր ուզածը անենք, ինչ կնենք կգործվենք սիրելիներ։ Ամեն օր պետք է Տերոջի հետ մենք relationship ունենանք։ Ամեն օր Տերոջը ասենք, ով Տեր մեզի գայդր է, մեր բերանը, մեր լեզուն, մեր խորհուրդները, մեր սիրտը, որպեսզի գարենանք աս հոգևոր կյանքը, աս ճամփորդությունը Տերոջով անցնել։ Ուրեմն եւ Աստված գիտավ որ Սատանան Բիդի խապե մարդուն, ինչ լավ ըսկուշացուց առաջ բնե։ Չսավ չէին գնար Աթամ եւ Եվա ասել, որ լուր չունեինք, ըսկուշացուց ասավ, որ եթե աս բդուղեն ուդեք պիտի մեռնիք։ Բայց երբ մենք դերը հանցավոր գտնայինք, երբ որ դերը չսեր, ամեն տեսակ բդուղեն պիտի ուդեին սիրելիներ։ Միան մեկ հատ աթրախտային վայրի մեջը միան մեկ բդուղ պիտի չուտեին եւ ադոր անհնազանդ եղան։ Հիմա Աստված գսե զիս ընդունիր કે ամեն օր իմ հետս հարաբերություն ունեցիր որ ավելի եւ ավելի կյանք ապրես։ Նույն բանը մեզ այսօր ով դեր այսօր սիրելի ասկագիցներս որ եթե մենք հնազանդենք Աստծո խոսքերուն, թե այս աշխարհի վրա եւ թե քալիք աշխարհի մեջ հանգիստ կնենք։ Ինչպես այս աշխարհի մեջ հանգիստ կնենք։
Երբ որ դերը գսե մեզի վաղվա համար հոգմիներ, գուցե այսօրվան հոգը գպավե, վաղը իր հոգը պիտի ընե։ Մենք ինչ կնենք, ինչեր հոգ չեն գներ, մեր զավակները հոգ կնենք, ապրուստը հոգ կնենք, հարստության մարմաճը։ Հետո Հիսուս կսե եկեք ինձ բոլոր հոգնած ու բեռնավորված, ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Բայց մենք ինչ կնենք, մեր գլուխներուն գերտանք, մեր միջոցներուն գտիմենք եւ անոր համար ալ միշտ կբարտվենք սիրելիներ։ Ասի ինչ են ու կա Սուրբ Գիրք չգարտալեն եւ Սուրբ Գիրքի խոսքի չհնազանդելեն։ Ուրեմն Աստված իրականության մեջ փորձությունը մի սատանային գուկա։ Բայց առանց Աստծո հրամանին չէ։ Աստված գծկե որ այդ փորձությունները կա եւ իր զավակներուն կա, բայց փորձությունները սիրելիներ, սատանան միան թուրսեն գրնա մեզի փորձություն դալ, ներսը չի գրնար իշխել։ Ինչ են գիտենք ասիգա, գիտենք որ երբ որ Հիսուս լերան վրա ելավ, 40 օր անոթի մնալեն վերջը, սատանան ինչ ըսավ որ հաց կերսավ։ Ցծուց իրեն, բայց մեջեն չգրծավ ներշնչել, Աստված Հիսուսին չսավ, աս մարդ արարածը միան հացով չապրիր, հաբա Աստծո խոսքով։ Երկրորդ, ուրեմն ինչ ռավ Հիսուսին արջևը ցանկություն չգրծավ բերել, թուրսեն ներդգուկա, բայց ներքին որոշումը մենք պիտի տանք սիրելիներ։ Երկրորդ անգամ ասավ, որ այս ամբողջ թագավորությունները, այս աշխարհի գեղեցկությունները քեզի գուտամ, միայն թե ինձի խոնարհություններ է։ Հիսուս ինչ ասավ, որ միայն Հայր Աստծուց պետք է խոնարհություն ունես։ Երբեք այդ գեղեցկությունները, այդ հարստությունները, այդ թագավորությունները իր մեջը ցանկություն չգրծավ ցկես սիրելի ասկագիցս։ Երորդ փորձությունը սավ թումբարինգիր եւ քրված է որ իր հրեշտակներուն մի դավս պրե եւ քեզ բռնեն։ Հիսուս դնար հբարդանալ եւ ինքսինքը ցկել հրեշտակները անշուշտ պիտ բռնեին զինքը, բայց ինչ լավ, սավ մի փորձեր գուդեր ասվածդ, ուրեմն հբարդության ցանկությունը ներքնաբես չգրծավ բերել, ալ թուրսեն։ Մեզի սատանան սիրելիներ Թուրսեն էտեք կնե, բայց ներքին որոշումը մենք է որ պիտի առնենք, մենք է որ պիտի որոշենք։ Նաև սատանան կփորձե մեզի ամենի սիրելի մոտ բարեկամներով, ասկագաններով, օրինակի համար։ Աթամը փորձեց իր գնիգին միջոցով եւ ադի հավատաց, որով սատանան առաջ Եվային քնած։ Իսկ հոփին փորձեց նորեն գնիգին երեսեն։ Եվ գնիգը սա որ հայույա Աստծո եւ մերիր, հոփին չսավ, անսկամ գնիկներու պես կխոսիս, դերոջ մեր լավը առնենք քեշը ցկենք եւ երբեք մեղ չկործեց։ Նույնպես հոփին երեք մոտ ընկերներուն միջոցով սատանան ուզեց որ հոփին հարցակի, բայց հոփը երբեք չխապվեցավ։ Սիրելիներ սատանան նաեւ մեր թշնամիներուն հետ, մեզ չսիրողներուն հետ, մենք որ Քրիստոսը գահավադանք կսիրենք այն անձերը, որ դագավին Քրիստոս չեն ընդունած, ավելորդ պագաս խոսելով մեր մասին կպամպասեն, նորեն սատանային հարցագումն է, որ մենք ընկճվինք, դրդմինք, բայց փառք ու դա Աստծո, որ Սուրբ Հոգին զորությամբ ինչ կնենք, կմերգացնենք այդ սատանային թագարդը եւ իրեն ամոթով գանենք։ Ինչ ենք գիտենք սիրելիներ։ Ինչ զորություն պետք է որ մենք մեղքի չմտնանք եւ փորձության չմտնանք։ Հոբը շատ լավ գիտեք որ ամեն օր Աստծո հետ կգալեր։ Ամեն օր, ամեն արդու իր զավակները ամեն իրգուն խրախճան կնեին։ Ամեն արդու ողջագեզներ գմորթեր որ մի տեզավակներս մեղ կործեցին Աստծո դեմ եւ այդպիսով որ մեղքերու կավություն լար ուրեմն սիրելիներ սատանային հարցագումները գրնանք մերգացնել եթե ամեն օր դերոջ հետ մենք կալենք
ամեն օր իրեն այդ relationship-ն ենք եւ Սուրբ Հոգին ինչ կնե մեր մեջ ինգկիցնե որ ադիգը հարցակում է եւ սատանային ամոթով գանե եւ բարդված գանե սիրելիներս այս է միակ միջոցը եւ նաեւ ես կոնե անցավ կնամ վգայել մարմնական դգարություններով գահարցակի սատանան ինչպես Պողոսին եւ ինչպես Ոստերը կրված է երկրորդ Կորինթացիս 10:16 եւ 11:6-ին մեջը դգարությունով հարցակեցավ, բայց Պողոս գիտավ որ սատանայը հարցակում է մդիկ չրավ։ Ինձի արսիրելներ, երբ որ քարոզչություն բիտամ, երբ որ ժողովի բերտամ, այդ կան ինձի գդագարացնե, բայց ես փառք Տիրոջ գիտեմ որ ադի սատանային հարցակումն է եւ գաղութեմ Հիսուսի անունով եւ մեկ ժամ վերջը որ Քարոզի գսկսիմ գարձես է ես նույն անցը չեմ եւ հոնդեղը արդեն սատանան բարդված է Աստված նաեւ Աթամին եւ Եվային նեղ վիճակի մեջ չծկեց սիրելիներ ինչպես անոնք եթե սոված լային անոնք եթե անոթի լային քեշտերմ լային պիտի ասենք որ ստիպված են ինչ թողնեն անոթի են եւ պիտի ուդեն Բայց Աստված այդպես փամչրավ սիրելի ազգագիցներս ամեն բարդեզը ամեն զարերու բդուղնի միամ մեկ հատ պիտի չուտեգսավ եւ չեն գնար ովևէ մեկը Աստծո վրա հանցանք տնել որ Աստված իրենց ներգացության մատնեց եւ իրենք այդ մեղքը ըրին եւ ինչ տեսակ դեր մնեին տրախտային դեր մնեին եւ շատ ուրախ էին 5-րդ Աստված կփորձե մարդը գիտնա որ մենք դգար ենք եւ մենք անգարող ենք այս մեղքերուն հաղթահարելու Ուրեմն եթե Աստված մեզի հրեշտակի զորություն դարձրելիներ զորավորը լայնք կգարձեք որ մենք Աստված պիտպնդրեինք Աստծո պիտի խնդրեինք որ մեզի օգնե երբեք սիրելիներ այս վիճակներուն մեջ ատկան մարդիկ կան որ հբարդացել են ատկան մարդիկ կան որ Աստված չեն փնդրեր եթե Աստված բոլոր մարդկության հրեշտակի զորություն դար սիրելիներ վստահ եղեք որ այսօր ովևէ մեկը Աստծո երեսը պիտի նայր Աստծո պետքը պիտի չսկար եթե այս օդը շնչել պետք չլա ովևէ մեկը չի շնչեր ուրեմն Աստված գիտնալով որ մարդը դգար է եւ չի գնար ամեն հաղթարել եւ գիտա որ եթե իրեն հրեշտակի ուժովն է ադիգա շատ պիտի հբարտանար անոր համար է որ Աստված մեզի ցկեց որ տեսնենք մենք մինակ առանց Տիրոջ այս մեղքերեն չեն կնար այս մեղքերը հաղթարել Բայց հիմա գսեք որ Աստված անհոգ գտնվեցավ մերնինք երթանք սիրելիս երբեք մի դրտնիր Աստված անհոգ չգտնվեցավ Աստված անցյալ հավիտենականության մեջ մեզի փրկիչ որոշեց եւ այդ մեր սիրելի փրկիչը որ Աստված լալով եկավ աշխարհ եւ իր արյունը թափեց ամեն մեկ անհադի որ ամեն մեկը որ հավատա փրկվի եւ ոչ դրդնչած ոչ ներվեցավ այդ չարչարանքներում ոչ ալ փերանվածավ ինչու որով գսիրեր մարդկությունը որ թեկրեց իր արյունով Աստծո եւ հոր հետ սիրելիներ ուրեմն մեր Աստվածը քիդագից Աստված է երբեք մենք մեր մտքեն չանցնենք որ մեր Աստվածը մեզի նկատմամբ անհոգ է, մեզի լքած է, մեզի չի պաշտպաներ գոր, ինչպես մեր հայացքը երկեց, երբ որ գոդորած եղավ ուր է իր Աստված։ Աստված հոն է սիրելիներ։ Աստված գիտե որ այդ մերնողները եթե դերոճմով մերան, արդեն երկինք պիտերտան։ Սիրելիներ, ամենքս պիտ մերնինք։ 40, 50, 60, 70, 80, 100 պիտի մերնինք, բայց ուր։ Աստված երբեք սխալ չներ։ Եթե մեր հայացքը այսօր Թուրքիա մնար, այս նորացևության վիճակին ամենքն
մուսուլմանությունը սիրով պիտի ընդունեին եւ գլուխնից պատտոցով անոնց հետ պիտի խնամություն ունեինք, աղջիկ դայինք, աղջիկ ընեինք, դայինք եւ մեր գրոնքը բոլորովին պիտի գործընծնեինք։ Բայց Աստված ադիրա որ այսօր հայացքը մնա եւ մնա Քրիստոսի արյան մեջ որբեսի ամեն հայ փրկվի։ Դուք հոգմին եք սիրելներ, ամեն անց որ գոդրվեցավ այդ 1915-ի գոդրվածներուն, ան որ Հիսուսով էր ամենն ալ վերն է, ան որ հարազատներ ունի, երբ որ երկինք ելնենք Քրիստոսով, պիտի տեսնենք սիրենք սիրելիներ։ Անոր համար Աստված երբեք անդարբեր չի եղած մարդոց նկատմամբ, մարդիկ են որ զինք կուրանան, մարդիկ են որ իրենց փրկիչեն, իրենց ստեղծիչեն գերանան, գմորնան, իրենց իմաստության եւ գինան այն բաներով որ ունայնություն է։ Սիրելի ասկագիցս, հիմա պիտի գարտամ քեզի Հռոմեացիս, ինչպես կսե Հռոմեացիս 3:23 եւ 26-ը, ինչպես կսե մեկ հոգի են մեղքը առաջ եկավ եւ մեկ հոգի են շնորհքը, պիտի տեսնենք Աստծո խոսքեն եւ ավելի հասկանանք։ Աստծո խոսքը գսե, վասնզի ամենքը մեղ կործեցին եւ Աստծո փառքեն բացեցան։ Նույնիսկ մեղ չկործենք, արդեն գադարյալ չի գա, բայց աթամական մեղքը ժառանգեցինք։ Բայց անոր շնորհքով եւ Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով ծրի գարտարանանք, ծրի առանց տրամի, միան հնազանդելով, որը Աստված նախապես սահմանած էր, որը սահմանած էր Հիսուս Քրիստոսին, քավություն ըլլալու, եթե անոր արյան հավատան, այս եղավ աբացուցնելու համար Աստծո արդարությունը, քանզի Աստված իր երկայնամտությամբ չնչած էր նախապես կործված մեղքերը։ Այսինքն իր արդարությունը այս ժամանակի մեջ ցցնելու համար, որբեսի ինք արդարը լա եւ արդարացնե Հիսուսին հավատացողները։ Ասի ուրախություն չէ ցնծություն սիրելիներ։ Հիսուսին հավատացողը, Հիսուսին արյան հավատացողը ինչ պիտի լա, արդար պիտի լա, եւ դերոջը զավակ պիտի լա, եւ թակարավորական սերունդ պիտի գոչվի։ Նաեւ գարտան Հռոմեացիս 5:12 Վասնզի ինչպես մարդեմը մեղքը աշխարհ մտավ եւ այն մեղքը մահ, այնպես ալ մարդոց վրա դարածվեցավ մահը, քանզի ամենքն ալ մեղանչեցին։ Շատ մարդիկներ ինձ գսեն, մենք չէինք, մենք լայնքն է ատամ եւ այն մեղքը չէինք կործեր, սիրելիներ կկործեք, որովհետեւ այսօր մեզի Սուրբ Գիրքը դրված է, ինչապ կսխալենք մենք։ Նույն մեղքը պիտինենք։ Մենք հանցանք չունենք աթամին եւ այն մեղքին մենք ալ մաս կազմեցինք, այո, որով ամբողջ մարդկության գենթանությունը Աստված աթամի մեջ դրած էր։ Եվ մայրական գենթանությունը եւ այն մեջ դրած էր։ Եվ մարդկությունը, քանի որ իրենց մե արավ ժառանգեց, անոր համար մեղքն ալ անոնց վրա իքորձի դրվեցավ։ Բայց նայենք, ինչպես Տերը մեզի փրկություն տվավ 15-րդ համարը, բայց շնորհքը հանցանքին պես չէ, վասնզի եթե մարդումը հանցանքով շատեր մերան, որ չափ ավելի Աստծո շնորհքը եւ այդ բարգեւը, որ Հիսուս Քրիստոսի մեկ մարդուն շնորհքով է շատերուն վրա ավելցավ։ Ուրեմն մեկ մարդու միջոցով մեղքը մտավ, իսկ մեկ մարդու Հիսուս Քրիստոսի շնորհքով մեղքը վերացավ, բայց մի կորց կմնա, որ մենք պետք է հավատանք եւ ընդունենք։ Կալով 17-րդ համարը, վասնզի եթե մեկ մարդու մեղքով մահը թագավորեց, որ չափ ավելի անոնք որ շնորհքի ու արդարության բարգեւին արադությունը գարնեն, կյանքի մեջ պիտի թագավորեն Հիսուս Քրիստոսի ցերկով։ Փառք տանք մեր ստեղծիչին, գենարար ստեղծիչին, որ մեզի նույն վիճակի մեջ ցցկեց։ Այսօր սիրելի ասկագիցս, եթե տուն այս խոսքերեն համոզվեցար եւ եթե փրկություն գուզես ատամի մեղքերեն ազատվիլ փրկություն հավատա Հիսուս Քրիստոսի արյան եւ սրտանց այս աղոթքերը ով դեր
Գահավադամ որ թուն ստեղծեցիր զիս, բայց այսօր գահավադամ քո մեկադիկ զավգիթ Հիսուս Քրիստոսի արյան, գահավադամ որ այդ մեղքերով, հիմա գահավադամ որ արյունը ինձի մեղքերես ազատեց, ամեն սրտանց կընդունիմ, ներեին մեղքերս, աթամական և մինչեմա ըրած մեղքերս, և ես կընդունիմ Հիսուս Քրիստոսը իբր ամստական փրկիչ, և իմ անունս կենաց քրքի մեջ գրե, Աստծու հետև քեզի պիտի հետևիմ և քո պատվիրաններոդ, այսի խնդրեցի Հիսուս Քրիստոսի անունով, և հիմա սիրելի ասկագիցս, Հայր Աստծո սերը Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգին հաղորդությունը ցեզի հետ լա մինչև հաջորդի, ամեն։ Ես սիրում եմ քեզ, չեմ կարող ապրել առանց քեզ, Հիսուս, ես սիրում եմ քեզ, կյանք չունեմ ովքերին առանց քեզ, Հիսուս, ես սիրում եմ քեզ, չեմ կարող ապրել առանց քեզ, Հիսուս, ես սիրում եմ քեզ, կյանք չկա ովքերին առանց քեզ, դու մաքրում ես ինձ մեղքերից բոլոր, բժշկում ես ինձ ցավերից բոլոր, ազատում ես ինձ ոսոխներից բոլոր, վերամենական ես սիրում եմ քեզ, դու մաքրում ես ինձ մեղքերից բոլոր, բժշկում ես ինձ ցավերից բոլոր, ազատում ես ինձ ոսոխներից բոլոր, վերամենական ես սիրում եմ քեզ, Հիսուս, ես սիրում եմ քեզ, չեմ կարող ապրել առանց քեզ, Հիսուս, ես սիրում եմ քեզ, կյանք չունեմ ովքերին առանց քեզ, եկեք նորից ասենք նրան, Հիսուս, ես սիրում եմ քեզ, չեմ կարող ապրել առանց քեզ, Հիսուս, ես սիրում եմ քեզ, կյանք չունեմ ովքերին առանց քեզ, նորոգում ես դու քո խոսքերով, տեսակում ես ինձ կյանքը բարությամբ, կշտացնում ես ինձ ողորմությունով, վերամենական
Քեզ սիրում եմ քեզ Տեր Հալելույա քեզ Տեր